հարազատների արձակուրդ։ Երբ որ հարազատները, երբ որ հիվանդին խնամում են, սպառված են լինում, սպառվում են արդեն, ի վիճակի չեն, գոնե 1-2 շաբաթով հարազատին բերում են օրինակ պալիատիվ բաժանմունք, որ իրանք նոր ուժ հավաքեն, նոր շունչ հավաքեն, երկրորդ շունչը գուցե որպես ոնց որ մեր հաղորդումն է, կոչվում, նոր շունչ ստանան, որ ի վիճակի լինեն շարունակել խնամել հարազատին։ Դուք շատ եք շփվում նաև հիվանդների հարազատների հետ, ընտանիքի անդամների հետ, ովքեր ձեզ են վստահում իրենց հարազատի խնամքը։ Ինչ զգացողություններ են նրանք ունենում։ Հայտնի է, որ ունենում են մեղքի զգացում, արդյոք դա արդարացված է։ Ստեղ մի քիչ վիճելի է ճիշտ ասած, մեղքի զգացմունք ոչ ոք չունի, ես ստեղ չի համաձայնվի ձեր հետ օֆելիա, ուղղակի իրանք խառնված են լինում, շփոթված են լինում, ամենահաճախ տրվող հարցը իսկ ինչա տալու պալիատիվ օգնությունը, եւ ուղղակի միայն մեկ շաբաթ անց հետո նոր հասկանում են արդեն շնորհակալական խոսքեր ենք լսում եւ հարազատներից եւ հիվանդներից։ Դա համար ես ավելի պոզիտիվ կտրամադրվեի այն առումով, որ երբ որ լսում ես հարազատների շնորհակալական բառերը, հավատացեք դրանից ավելին երևի ոչինչ չկա, երբ որ ասում են ինչ լավ է, որ դուք մեր կողքին եք։ Դա վերջի պահի ինչ լավ է, որ դուք մեր կողքին եք, որ մենք մենակ չենք։ Աշխատում եք նաև ընտանիքի անդամների հետ, հարազատների հետ, խնամատարների հետ։ Ինչ է ենթադրում այդ աշխատանքը։ Ինչ է իրենից ներկայացնում այդ աշխատանքը։ Այդ աշխատանքը ներառում է նաև հոգեբանի հետ աշխատանքը, այսինքն մեր հոգեբանը շփվում է եւ աշխատում է հարազատների հետ, որ հարազատները կարողանան անցնել այդ ստրեսային այդ պայմաններում ապրեն։ Հավատացեք, ես էլ եմ անցել, անձամբ ես անցել եմ այդ ուղին, երբ որ տարիներ առաջ մայրիկս հիվանդ էր, ուռուցքով հիվանդ էր եւ հասկանում եմ ինչքանով դժվար է գտնվել մենակ հիվանդի հետ։ Այստեղ բուժանձնակազմը, հոգեբանը շատ մեծ դեր է կատարում, երբ որ աջակցում է, բացատրում է ոնց հաղթահարել այդ ստրեսային պայմանները, ոնց հաղթահարել այդ ստրեսը, եւ հոգեբանի աշխատանքը շատ մեծ դեր է խաղում պալիատիվ բուժօգնությունում։ Եւ կա այդպիսի տերմին, եթե կարելի է տերմին, հասկացողություն, եթե բուժ հիմնարկում հիվանդանոցում հիմնականում հարաբերությունները բժիշկ եւ բուժարու, բժիշկ եւ հիվանդ, պալիատիվ բաժանմունքում դա մի թիմ է, բժիշկ, բուժքույր, մայրապետ խնամող, հարազատ, հիվանդ։ Իհարկե, ամեն ինչի կենտրոնում հիվանդն է, բայց հարազատներն էլ այդ պահին այնքան դժվար օրեր են անցնում, որ իրանց մենակ մենք չենք կարող թողել։ Դա համար տարբերությունը նա է, դառնում ես որպես մի ընտանիք, ոնց որ իրար դաժե կարելի է կատակի մի փոքր վերացնել, խնամի ես դառնում, որ դառնում ես հարազատ իրանց, որովհետև ուրիշ ձև պալիատիվ կենտրոնում դու չես կարող։ Դա ոչ թե մեկ շաբաթով պարկած հիվանդն է, որին ինչ որ սիստեմաներ, ինչ որ բուժում է կատարվում եւ հիվանդը դուրս է գրվում լավացումով օրինակ, Մեզ մոտ հիվանդը պարկած է ու երկարատև են հիմնականում պարկում, հարազատանում ես եւ հարազատների հետ, եւ խնամողների հետ, եւ ստեղ հոգեբանորեն աջակցությունը, հոգեբանական աջակցությունը շատ կարեւոր դեր է խաղում, եւ շփումը բուժանձնակազմի հիվանդի եւ հիվանդերերի հետ տարբերվում է։ Կընդունում ենք ծանր հիվանդ, անկողնային հիվանդ, կին, որը եկել է ցավերի մեջ, հավատացեք ցավային համախտանիշը այդքան կարևոր չէ հիվանդի համար, ինչքան էլեմենտար, շատ հասարակ լեզվով ասեմ, առաջարկում ենք մի անգամ, եկեք լողանանք եւ ձեր գլուխը լվանք, մազերը լվանք։ Թվում է շատ հասարակ թեմա, գուցե դաժե ռադիոյով դրա մասին չարժե խոսալ, բայց եթե մենք խոսում ենք խնամքի մասին, դա շատ կարևոր է։ Մի անգամ դրական դինամիկան տեսնում ենք, հայացքը փոխվում է այդ հիվանդի, որովհետև եթե հիվանդը անկողնայինն է եւ ի վիճակի չի սանհանգույց հասնելու, ի վիճակի չի լողանալու, մենք ունենք հատուկ հարմարանք, որ պարկած անկողնային հիվանդի գլուխը դնում ենք եւ լվանում ենք մազերը եւ կանայք միանգամից փոխվում են, մորանում են դաժե ցավերը։ Հավատացեք, ստեղ շատ կարևոր է դրական դինամիկան հասկանալ, մենք ինչ նկատի ունենք։ Դրական դինամիկան այսօրվա
կյանքի որակի մասին է խոսքը։ Այսօր եթե հիվանդը զգաց իրան լավ, տրամադրությունը բարձրացավ, ինքը ասում է ես հիմա ցավ չունեմ, տրամադրությունս լավ է, մեր համար դա արդեն դրական դինամիկա։ Մենք չգիտենք 3 օրից, 1 շաբաթից, 1 ամսից ոնց է լինելու, ոնց է ընթանալու հիվանդությունը։ Բայց այսօրվա եթե մենք մտնում ենք պալատ եւ տեսնում ենք, որ հիվանդը գոհ է, առանց ցավերի, տրամադրությունը բարձր է, լավ է իրան զգում, մենք համարում ենք, որ մենք ունենք արդեն դրական դինամիկա։ Կարծրատիպը, որ հարազատը կյանքի վերջի օրերը պետքա տանը լինի, բայց նայեք, երբ որ բաժանմունքում ապարկած հիվանդը, հարազատները էլի կողքն են, բայց հարազատների կողքը եւ հիվանդի կողքը բուժ անձնակազմն է, որը ամեն րոպե իրանց կողքն է եւ աջակցում է ոչ միայն հիվանդին, այսինքն հիվանդը կենտրոնում լինելով նաեւ հարազատներն են զգում այդ աջակցությունը անձնակազմի, որ իրանք մենակ չեն, կազմակերպչական եւ հոգեբանորեն իրանք մենակ չեն։ Իսկ կարծրատիպը, որ փոխվի, դա ժամանակ է պետք։ Հավատացեք, ինչ որ ժամանակ անց դա կդառնա արդեն սովորական երևույթ, որ բուժ հիմնարկում հարազատներն էլ մենակ չեն եւ հիվանդը անձնակազմի կենտրոնում է գտնվում։ Ոնց տանենք հարազատին, ինչ որ կենտրոն չհասկանալով ուր են բերում։ Հավատացեք, որ երբ որ բերում են հիվանդներին մեր կենտրոն, այդ պահին են նոր ասում հարազատներին, իսկ ինչի չգիտեինք սրա մասին ավելի շուտ, մենք ավելի շուտ կդիմեինք, որովհետև մինչև այսօր ոչ բոլորն են հասկանում, ինչով է զբաղվում մեր բաժանմունքը, հա, պալիատիվ բուժօգնության կենտրոնը, ինչ է առաջարկում, ինչ թիմ է աշխատում եւ այստեղ ես կուզենայի նշել, որ շատ կարեւոր է մասնագիտացված պրոֆեսիոնալ թիմը, որովհետև այդ գործը պետքա սիրես, որ իրոք մասնագիտորեն մոտենաս եւ իրոք կատարես այդ աշխատանքը ու մեր կենտրոնում դա շատ կարևոր է պալիատիվ բուժօգնությունում շատ կարևոր է բարեխիղճ եւ բարեհամբույր շփումը բուժանձնակազմի, բուժքույրերի, մայրապետերի եւ հիվանդների, որովհետեւ ստեղ շփումը մեկ ուրիշ ձև է կատարվում, եթե համեմատենք բուժ հիմնարկներում, բուժ հիվանդանոցների հետ, որոնք բուժմամբ են զբաղված, հա, բուժում են հիվանդներին։ Դա կարծրատիպն է, որը ինձ թվում է ժամանակ է պետք, որ ժամանակի ընթացքում իհարկե կհասկանան եւ կօգտվեն։ Պալիատիվ բուժօգնության հիմնական գաղափարը դա ոչ թե ուղղակի ավելացնել եւ երկարացնել տարիները, այլ կյանք ավելացնել այդ ապրած տարիներին։ Մենք այդ գաղափարը պետք է հասկանանք ու ինձ թվում է, եթե մենք ընդունեցինք այդ գաղափարը, մենք կզարգացնենք այդ ոլորտը եւ համարժեք կդառնանք արտասահմանյան պալիատիվ բուժօգնության կենտրոններին։ Վճարովի ծառայությունը իհարկե հասանելի չի բոլոր այն անձանց, որ այն բուժառուներին, որոնք կարիք ունեն։ Դա համար հույսով եմ, որ հասարակական կազմակերպությունները, բժիշկները բոլորով, հա, եթե պայքարենք եւ աշխատենք եւ իրազեկենք ինչ է պալիատիվ բուժօգնությունը, ինչքանով կարևոր է պալիատիվ բուժօգնությունը, մի օր դա դառնա ավելի հասանելի, գուցե դառնա ամբողջությամբ պետպատվերի շրջանակներում, այսինքն ով անհրաժեշտություն ունի պալիատիվ բուժօգնության, ստանա այդ բուժօգնությունը եւ վճարվի պետության կողմից, ինչ որ կազմակերպություններից, բայց հիվանդը եւ հարազատը չմտածի հասանելի է այդ ծառայությունը իրեն թե ոչ։ Տիկին Բեգլյան, եւս մեկ հարց, եթե համեմատելու լինենք ծառայությունների որակը մեր երկրում եւ եվրոպական երկրներում, արդյոք շատ են տարբերությունները։ Ես խոսում եմ միայն պալիատիվ բուժօգնության մասին, հա, պալիատիվ ծառայության մասին, եթե խոսանք, իհարկե մենք տարբերվում ենք։ Մենք փորձում ենք, մենք առաջի քայլերն ենք անում այսօր, որ ստեղծենք այն համակարգը, որը գոյություն ունի Եվրոպայում եւ արտասահմանում Եվրոպա, Ամերիկա, առաջի քայլերը իհարկե տարբերվում են, ինչի մասին է խոսքը, բայց նորից եմ կրկնում, երբ որ արտասահմանում հիվանդը չի մտածում ոնց վճարի է ծառայության համար։ Այն պահին, երբ որ մեր երկրում
մենք կարողանանք կազմակերպել եւ ֆինանսապես կունենանք այն աջակցությունը, որը ունեն կազմակերպությունները արտասահմանում, իհարկե նույն որակով կլինեն եւ նույն որակը կարող են կազմակերպել։ Ոչ մի խնդիր չկա, միայն ֆինանսական խնդիրներն է։ Թե չէ մասնագետներ ունենք, անձնակազմ ունենք, աշխատում ենք այդ ուղղությամբ եւ նույն տրեյնինգներն են կազմակերպում, վերապատրաստումները։ Ժամանակի ընթացքում մենք կունենանք ամբողջ արսենալը եւ բոլոր ռեսուրսները, որ կազմակերպել։ Անհրաժեշտ է միայն ֆինանսավորում, որ մենք համարժեք լինենք եվրոպական եւ ամերիկական պալիատիվ կենտրոններին եւ հոսպիսներին։